Սիրելի հայրենակիցներ, մի հատ փաստ հիշացնեմ ձեզ, ամիսներ առաջ, երբ որ տեղի ունեցավ խայտառակ թիրախը եկեղեցու հանդեպ եւ Սամվել Կարապետյանի կալանավորելը, ես Եկատերինբուրգում պատվո Նարեկ Սպարտակյանը ասի համաձայն չեմ։ Համաձայն չեմ, որովհետեւ քրիստոնյա եմ, համաձայն չեմ, որովհետեւ ես գիտեմ, որ չկա այտենց հայ երիտասարդ, հայ գործարար, ով չի ճանաչում, չի հարգում Սամվել Կարապետյանին։ Եվ ժողովրդավարական այսօրվա Հայաստանի փոքր խմբակը շատ արագ ագնի զանգին ասին, եղբայր կարծիքդ փոխի, ասի չասին, դե 7 տարվա գործը միան 50,000 հայ Ուրալի շրջանում առանց ներկայացուցիչ, այսօր եկել եմ Հայաստան, ընկերներիս հանդիպում եմ, բարեկամներիս ասում եմ, եկեք, գնանք, բան չանենք, որոստը պայքարենք ազատություն։ Հարգում ենք բոլորս, Մանթաշով, Գյուլբեկյան, սիրում ենք անցյալը, այսօրվա մեր ժամանակի, մեր առաջնորդին, եկեք գնանք։ Եվ գիտեք ինչ եմ լսում, եղբայր ասում կներես, էլի հետո կգաս կհանդիպենք, պետական մի հատ կոնտրակտ ենք սպասում, մի հատ տենդերի ենք մասնակցում։ Խիես պետությունը ինչ որ մեկի սեփականություն, հա։ Բա ինչ ենք սպասում, պատվությունը կրկնվել ունի։ Ես այսօր ստեղ եմ, ես շատ ուրախ եմ, վստահ եմ ու խոսեցել եմ բոլոր իմ ընկերների հետ, գործընկերների դիվանագիտական կառույցի, բոլորը գալիս ասում են, մենք էլ ենք պես մտածում, բայց դե ինչ, ումից եք վախում։ Դա ժողովրդական Հայաստանը։ Դրա համար մի հատ բոլորս միասին խնդրում եմ մեր հայրենակիցներից, այս լայվը, ինչ ճանաչում եք, ինձ զրկել են այդ պատվի բանից, բան չի փոխվել։ Ավելի երջանիկ եմ, ավելի ուրախ եմ եւ արժանապատվությունը ստե, որովհետեւ այ հետևը այդ շենքում շատ մեծ բարերար, շատ մեծ հայորդի, շատ մեծ մարդատ է։ Ու պետքա բոլոր հայրենակիցներին նորից ու նորից խնդրում եմ, եկեք միացեք, պահանջեք ազատություն, պահանջեք արդարություն, ձեզ չենք ասում եկեք ընտրեք մեր շարժմանը, մեր ձևով Սամվել Կարապետյանին, ուղղակի մի թողեք պատմությունը կրկնվի։ Նայեք ինչ է կատարվում 100 տարի առաջ նույնն է եղել։ Սամվել Կարապետյանին ազատություն, 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 ազատություն։ Ու մենք այնքան ենք գալու, այնքան ենք կայնելու, որ այդ ազատությունը լինելու է։ Սա նես չի, որ եկել ենք ժամանակավոր կայնենք, հա գալու ենք, գնալու ենք ու գնալու անելու ենք, ոնց? Մեր ձևով, մեր ձևով։ Այո, ասեք։ Այդ օրերի լրատվամիջոցները անդրադարձել էին ձեր ազատման հանգամանքին, բայց արտգործնախարարությունը չէր մանրամասնել։ Ձեզ անձամբ ով է զանգահարել, տեղեկացրել, որ աշխատանքից ազատվել եք։ Հա, կուզեք ես մեկ վարքյան մի բարձր միկրոֆոնը բաց անեմ։ Լավ, ասա, եթե կարճ ասա։ Ես Միկրոֆոն։ Տվեք, հա, ան միկրոֆոն։ Ազարա ջան, հարցրը։ Սպարտակյան։ Ասա։ Չէ, սրանով։ Բարձր ասա, որ բոլորը լսեն։ Սպարտակյան, երբ ազատվեցիք պաշտոնից, ձեր արտգործնախարարության լրատվամիջոցները խնդրել էին պարզաբանել, պարզաբանում չեղավ, միայն հաստատեցին ձեր ազատումը։ Խնդրում եմ տեղեկացնեք, ով է անձամբ կապվել ձեզ հետ արտգործնախարարությունից, ինչ են փոխանցել, հատկապես ինչի համար են ձեզ աշխատանքից ազատում, ինչ է գրված եղել, եթե գրավոր է եղել։ Գիտեք, արտգործնախարարության հետ պատվո որպես հանրությունն իմանա, պատվո հպատոսը ես երկրից չէի ստանում որևէ գումար աշխատավարձ, 2018 թվականից նշանակվել էր մինչև անցած տարի, ես արտգործնախարարության հետ չեմ աշխատում, այլ Ռուսաստանի դեսպանատան հետ, ես Ռուսաստանի դեսպանատնից ստացել եմ հենց Սամվել Կարապետյանի կալանավորից մի օր երկու օր հետո զանգ, որ ինձ ասել են դու այդ կարծիքին ես, այդ իր ասել եմ այո այդ կարծիքին եմ, ու ես վստահ եմ, որ Ռուսաստանի դեսպանատան ԱԳՆ-ի բոլոր աշխատողներն այդ կարծիքին են, բոլորի հետ շփվել եմ, բոլորն են եթե սեֆիրում իստենում են, աշկերից մեջ նայել, ասել են այո, մենք էլ ենք քոպես ենք մտածում, բայց չենք արտահայտվում։ Ես միտինգ չեմ կազմակերպել, ցավով սրտի։ Ես չեմ մասնակցել, առաջի անգամ եմ ստեղ, չէ, ես մեր շարժման աջակից եմ, ուղղակի ասել են այդ էս պատճառով կարող է, չգիտեմ, երկու հատ այդքան է սոցիալ ցանցերում ակտիվ չեմ, վազում եմ, երկու հատ պոստ եմ արել, HB-ին եմ գնացել, չգիտեմ պատճառը որն է, բայց պատճառն է դա եղել, ու ես այդ պատճառով վստահ եմ, որ իմ
իմ երեխաներն էլ, իմ ընկերներն էլ, բոլորն էլ իմ կողմից են ու դա ճիշտ է։ Ու մենք խնդրում եմ, բերեք չլռենք, էլի ոչ մեկս։ Մի վախեք, ոչ մի բան չենք կորցնելու, մենակ ձեռք ենք բերելու։ Չենք լռելու մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով, մեր ձևով։ Բայց իրանք կոմենտ չարի, որտեղ վատ բան չեն կարող ասել իմ մասին, դրա համար կոմենտ չարի։